գեղեցիկ ժայռապատկերների մեջ այս գեղեցիկ ռեստորանն է։ Հիմա մենք ուզում ենք մի գեղեցիկ պահ ստեղծել։ Հիմա գնում ենք անակնկալը հասցնենք տեղ, որտեղ արդեն Տիգրանը Սերկը Խոստովանի։ Գունտրես, հիմա որ է բարձր։ Հայի համար ընտանիք ասված է։ Բարև ձեզ, բարով եք հավաքվել։ Միշտ կմնա նույնը։ Ով կազմում է ընտանիք, Սերը որ խոստովանեցիր, իմացի որ լսվավ։ Կրում է հայոց արժեքները։ Շնորհավոր մեր Սրբո ծննդյան օրը։ Սա մի հաշք է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու։ Ընկերներ, ես ու Վարդանը, քանի որ սենց մեր բնությունով շատ ենք հիանում, նկատել ենք այստեղ խաչ, ժայռերի վրա բնակերտ խաչ, որը հենց հիմա Վարդանը ֆիքսում է։ Վարդան ֆիքսում ես խաչը, որ մեր ընկերները տեսնեն ու իմանան, որ սա գտնվում է Նորավանքի կիրճում։ Ֆիքսին, բայց մի ակնթարթ է, նայել չէ։ Բայց երևաց է պահ, դե Հովանես եւ Արման, բարեկամները, սնենց մոնտաժ կանեք, որ այդ խաչը նշմարվի, իսկ հիմա Նորավանքի կիրճն է, ընկերներ, չէ, ճիշտ Արփի Արենի կիրճն է սա, գեղեցիկ հով եւ բազմազան բնակենթանական աշխարհ է այստեղ տիրում։ Ես եմ Վարդանը, չբռնեց աղբերս, ինչ ասի։ Կենթանիների վրա։ Կենթանիների վրա։ Լավ դե, էդի բաներ էլի, դե հանկարծնես չլնի, էլի մտածեք մեր վերաբերյալներ, եղնիկներ էստեղ բաներ կան, բեզոայրան այծիկներ, որոնք թրվռում են այս քարերի վրայով, առավոտից ցիրիկուն խաղում են, խաղեր են տալիս եւ ինչի մասին մեզ հազարավոր անգամ ասել են գազալցակայանի աշխատակիցները, մեր ընկերները, աղբերները, բարեկամները։ Իմ կարծիքով այծիկները ստեղ են, հա Վարդան։ Բինոկլով նայում են աղբեր, դա նշանակում է, որ այստեղ են մեր այծերը, արի նկարենք այծիկներին, մեր հետևորդներն էլ թող տեսնեն, որտեղ են աղբեր։ Ուր են։ Հեն են աղբեր։ Վարդան, հեն։ Հայ զինվորս մնականգուն, նրա ոգին է ասասան, հայ օջախում բացվի գարուն, խինդու սիրով լծվի մանկան, հայ զինվորս մնականգուն, նրա ոգին է… Ընկերներ, հրաշք այծիկների ընտանիքն է, այո, նավարով խոտ են ուտում։ Սրանք այսպիսինն են։ Աղբեր ասում ես հեն են, հեն այլ։ Հեն են չէ, հենա։ Հա, այդ պետք չասես հեն են, հենա, երևում է, հեշտ է։ Հա, տեսեք, նրանք իրենց ընտանիք, մի քիչ զումը հետ բեր էլի, թող այս բնապատկերն էլ երևա սիրում։ Տես ինչ գեղեցիկ տեղում են նրանք հավաքվել ընտանիքով։ Ասեմ ձեզ ընկերներ, եթե հանկարծ որսորդները գայթակղվեն ու կրակեն դրանցից մեկին 1,5 միլիոն հա, տուգանքը։ 7 միլիոն։ 7 միլիոն դրամ ընդամենը եւ կարող եք կրակել սրանց։ Բայց ինձ թվում է դատական գործը չեք կարող գնեք, այնպես որ մի կրակեք։ Այսքանը։ Վարդան Գրիգորյան, Ստեփան Մարգարյան, Գազի Զապրավկա, Գութանջուն։ Ընկերներ, մենք հիմա գտնվում ենք Արփապարնասում, գեղեցիկ ժայռապատկերների մեջ այս գեղեցիկ ռեստորանն է, որտեղ հիմա ունենք գեղեցիկ առիթ եւ հիմա ես մի քիչ ֆոկուսների շնորհիվ կունենամ իմ ձեռքերում այն ինչ որ պետք է նվիրենք մեր սրբոհուն ամուսնու կողմից։ Ահա։ Վերջ ֆոկուսը եղավ, ամեն ինչ կարգին է։ Հիմա գնում ենք անակնկալը հասցնենք տեղ։ Մելքոնյան Կարենն է այսօր մեզ հետ։ Կա զանգեմ, թե հետա մի անգամից ասեմ բարև, Կարեն, բարեկամս, բայց կարող ես դից աշկովունքով անենք։ Վարդան, կարաս Կարենին ասես դուրս գա։ Արի տնկենյանով իշնենք։
Այն բանով, արի ես համել արփա պառնացի գեղեցկությունը ցույց տանք։ Ընկերներ, արփա պառնասից հետո մենք կնոջ անակնկալ անելուց հետո գնալու ենք ուղիղ Նորք Մարաշում եղբոր սերն է մեզ հասցնելու, որովհետև հույրիկի ծննդյան օր է։ Կպահեմ ես անվերջ, երդվում եմ քեզ, որ դու իմն ես հավերժ։ Հիմա դու իմն ես, իմ չկնախքինն ես։ Կարեն, կարող ես չասարով էլ գալ, հել արի, մեկ քիչ բան ա պետք, էքստրիմ ա պետք, արի։ Սկսավ ավանդու բանը, արարողությունը։ Շատ գեղեցիկ ես, բարեկամս։ Արևետ, լավ ընկեր։ Անուշ եղբայր, բարեկամ, ընկեր Կարեն։ Ինչպես միշտ սոկս եկել է մի հատ Եկել եք անակնկալ։ Ծաղիկ ենք բերել։ Հա, բայց դու քեզ ասել են ամենը, հա։ Ասել եմ որ ամուսնու կողմից է։ Հա։ Այդքան բան են ասել։ Գնանք անակնկալն անենք, հա։ Օրը սկսենք, համարենք բացված։ Երեք Բայազետն էիր։ Բայազետ, այո։ Հա։ Կարեն, հայտարարու ես։ Հա։ Հա, չէ, բան այլ դեմպիկ է։ Էս, հա, չեմ լավ լեն սենց հավեսով հեշտ հավաքվող։ Բա, Կարեն, արի անակնկալից հետո խորոված անենք։ Հա, լավ։ Այ մարդ լավ դե, լավ, ոնց գիտեք։ Ախպերս, սենց չեմ երևում, չէ։ Տոնածառա էլ չի գետ թողի, որ երևամ։ Ախպեր, անակնկալ ենք անում, արի։ Էй, անեն նայում, թե մերյան։ Լավ էլի։ Օրը, սեր խոստովան է, սերը խոստովան լես պահի։ Ձեզ համար գեղեցիկ անակնկալ, դիմավորում եք, ով կարող է ասել։ Դու տրեք։ Իմ սերս վգա, իմ սերը քեզ վգա, քեզ պես սիրում։ Բարև ձեզ բարով եք հավաքվել, շնորհակալ եմ ծափերի համար, նոր այդ սերը որ խոստովանեցիր, իմացի որ լսվավ։ Ճիշտ է, ցածր ասեցիր, բայց լսվավ։ Համաձայն եք, չէ՞ որ շատ են սիրում իրար։ Հա։ Խորովածներ նոր են բերել, ձերները զբաղված են, բայց կապ չունի, մա ծափել եք։ Հիմա մենք ուզում ենք մի գեղեցիկ պահ ստեղծել, որտեղ արդեն Տիգրանը սեր կխոստովանի։ Հա, պատրաստ ես։ Պատրաստ ես։ Եղածես։ Ասա։ Սրբոք ջան, ես քեզ շատ եմ սիրում։ Այստեղ սերը սիրո մասին կամաց են խոսում, բայց իշքան կամաց այդքան բարձր։ Շնորհավոր մեր սրբոց ծննդյան օրը։ Եվ այդ առիթով մեր Տիգրանը որոշել է մի գեղեցիկ ուժ նվիրի շատ ռոմանտիկ ձևով։ Տարբերվող ձևի էլի կնվիրել, բայց ասեմ նո, Կարեն, օգնիր ինձ։ 3:04, բայց ծափեր են տալին, որ ծափերով նվիրում։ Վգա, իմ սերը քեզ վգա, քեզ պես սիրում աղջիկ չկա, սիրում չկա, քո աչքերում սերն իմ գտա, իմ սերը ես գտա, քեզ ուրիշին երբեք չեմ տա դու հավատա, դու իմ արեն իմ կա։ Ժիթյարում գրքի։ Գրքի էլ է։ Ձեզ լավոր բարձր տրամադրություն։ Շնորհակալություն ոնց պրայս գեղեցիկ անակնկալի համար։ Եվ սիրելի ներկաներ, քանի որ խորոված Ընկերներ, ճիշտ ժամանակին պայթեց սիրո մասին մեր գմփիկը։ Սեր ազդարարեց եւ նրանք սիրով կշարունակեն այս առիթը բոլորը միասին։ Շատ հետաքրքիր էր։ Իսկ ես որպես բնության պաշտպան եւ աղետներից փրկող մարդ աղբը կնկտեմ աղբամանում, որովհետեւ դրա տեղը հենց այդտեղ է։ Հասկանում ես Վարդան։ Բան չէ, ամեն ինչ կարգին է, ինչ կա արփա պառնասում կա։ Գնում ենք, քայլում ենք դարերի մեջով։ Քայլվածքը նույնն է գրեթե միշտ, բայց ժամանակները փոխվում են, ինչպես նաև հասկացողությունները, բայց հայի համար ընտանիք ասվածը
միշտ կմնա նույնը, ով կազմում է ընտանիք, կրում է հայոց արժեքները եւ ուրիշ ոչ մի ձև։ Հարգեք ու սիրեք ձեր ընտանիքներին, ձեր կանանց եւ ամուսնյակներին, նվիրեք ծաղիկներ կանանց, ամուսիններին բռաբույսներ ու դղյակներ, որ նրանք թագավորեն, ոչ թե հանկարծ մի պահ նեղվեն։ Իսկ հիմա մենք պտտելով Մերսեդեսի ղեկը կուղևորվենք ուղիղ Երևան, մեր միակ օթևան Երևան, number 1 Երևան, Երևանյան բարձր տրամադրությամբ մենք գնում ենք Երևան։ Մենք ու տանկյուն, այստեղ շպիտներն իրական, ես ձեզ անից մեկը անակնկալ